Արդեն 4-րդ անգամ ժամանակակից արվեստի թանգարանն իր դռներն է բացում Երևան Art Expo ժամանակավոր ցուցահանդեսով, համախմբելով շուրջ 6 տասնյակ արվեստագետի Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից ներկայացրել են ժամանակակից արվեստի ստեղծագործությունների բազմաոճ եւ ուշագրավ ընտրանին։ Տարբեր ոճերի, տարբեր տեխնիկայով, տարբեր կատարումներով մենք այստեղ տեսնում ենք եւ ուզում եմ նշեմ, որ մենք ուզում ենք մի քիչ ավելի զարգացնել այս Art Expo-ի թե նշանակությունը, թե կոնցեպցիան, որովհետև բավական լուրջ հեղինակներ են ուզում արդեն մասնակցել, խոսքը հատկապես դրսի հեղինակների մասն է եւ կարծում են ժամանակ, երբ որ մենք ունենանք այդ հեղինակներին, բոլոր նկարիչներն էլ կուզենան մասնակցել։ Երևան Art Expo 2026 ժամանակավոր ցուցահանդեսը յուրատեսակ ստեղծագործական հանդիպում ու մշակութային երկխոսություն է աշխարհի տարբեր հատվածներում ստեղծագործող արտիստների համար, նշում են կազմակերպիչները, ընդգծում անում են ամեն բան, որ տարեց տարի, ցուցահանդեսի որակն էլ ավելի լավանա։ Սկսել ենք 2016 թվականին իր ամբողջ պլատֆորմը ոչ տրադիցիոնալ նկարչություն, ոչ տրադիցիոնալ արվեստի համար։ Սկսվել է երազգործարանի փակ տարածքից, որտեղ որ հրավիրել ենք նկարիչներին այնտեղ ստեղծագործելու տարածքում եւ ցուցադրվելու։ Ես փորձեցի այս պլատֆորմի մեջ կարողանալ միացնել նոր ստեղծագործողներին, դրա համար հարթակը բաց է, ունենք նկարիչներ Երևանից, Հայաստանից, տարբեր տեղերից, որտեղ որ ողջունում են իրար։ Արմինե Թումանյանի անտեսանելի տեսանելին շարքից մեկ գործ է ներկայացված Երևան Art Expo 2026-ին։ Նկարչուհին կարծում է, որ աբստրակտ ժանրում ստեղծագործողների համար սա լավագույն հարթակն է ոչ միայն ինքնահարտահայտման, այլև փորձի փոխանակման տեսանկյունից։ Ես մտածում եմ, ես ինչ աբստրակցիա եմ անում, կարող է դա է, որովհետև աբստրակցիան իրականում անգիտակիցի արտահայտման միջոց է, իսկ ես գիտակցաբար եմ անում աբստրակցիա։ Ցուցահանդեսը ժամանակակից արվեստի թանգարանում բաց կլինի մինչև հուլիսի 9-ը։ Յուրա Վահանյան, լուրեր։